Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են դրանք կառուցապատելու եւ վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաեւ սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում նվիրատվությամբ։ Այսպես, Աճարյան եւ Ծարավ աղբյուր փողոցներին հարող 8.3 հեկտար հողամասը ձեռք է բերվել 44 միլիոն 657 հազար դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է Play City ժամանցային կենտրոնը, իսկ 2 տարի անց 2004 թվականի նոյեմբերի 15-ին գույքի սեփականատեր Fast Card ընկերության 50% բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել եւ գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Կասկադ համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հեկտար հողամասը ձեռք է բերվել 39 միլիոն 630 հազար դրամով։ Այն հետագայում փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ, որն այնուհետև օտարվել է 1 միլիարդ 741 միլիոն 931 հազար դրամով։ Եռասպասարկում պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող Պարոնյան 8 հասցեի շենքը ևս ձեռք է բերվել 40 միլիոն դրամով, որտեղ հետագայում կառուցված բազմաբնակարան շենքի 331 միլիոն 800 հազար դրամ շուկայական արժեքով 600 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հասարակական տարածքներն ու 2 ավտոկայանատեղիները ձևական առուվաճառքի գործարքներով գրանցվել են նախկին նախագահի որդու անվամբ։ Գեղարքունիքի մարզում գտնվող Կապուտակ Սևան հանգստյան համալիրը ձեռք է բերվել 83 միլիոն 669 հազար դրամով, իսկ համալիրի սեփականատեր Art Build ընկերության 50% բաժնեմասը 2010 թվականի հունվարի 15-ին ձևական առուվաճառքի գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց Պոակին պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղի 7 կոտորակ 1 հասցեի 29000 քառակուսի մետր հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քառակուսի մետր շինությունը ձեռք են բերվել 12 միլիոն 267 հազար դրամով։ Տարածքում 2008 թվականին կառուցվել է Orange Fitness Premium ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50% բաժնեմասը 2009 թվականին ձևական գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու հիմնադրած ընկերության անվամբ։ Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ պատմամշակութային հուշարձան հանդիսացող Վազգեն Սարգսյան 20 հասցեի սպայի տան շենքը եւ Նալբանդյան 16 հասցեի կիսակառույց շինությունը մի շարք իրավական նորմերի խախտմամբ պետական սեփականությունից դուրս բերելու եւ Պիացա Գրանդե ընկերության նոտարելու գործընթացը կազմակերպելու դիմաց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին, որպես կաշառք փոխանցվել է ընդհանուր 2 միլիարդ 633 միլիոն 934 հազար դրամ արժողությամբ 56 անշարժ գույք, որոնց իրական պատկանելությունն ու ծագումը քողարկելու նպատակով գույքերը ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել են նախկին նախագահի ընտանիքի անդամների եւ նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների անուններով։ Մեկ այլ դրվագով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը պատկանող Ծովակալ Իսակովի պողոտայի 22 եւ 22 կոտորակ 4 հասցեներում գտնվող, այդ թվում գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողամասերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 1 միլիարդ 393 միլիոն 870 հազար դրամ, մինչդեռ դրանք նախկին նախագահի հետ մտերիմ անձին պատկանող ընկերությանը վաճառվել են 4 անգամ ավելի ցածր արժեքով։ Ըստ քննության տվյալների, հողամասերն անհամեմատ ցածր գնով վաճառելու եւ Հայաստանում ճապոնական Toyota ընկերության ներկայացուցչության անխոչնդոտ հիմնադրումն ապահովելու դիմաց 2006 թվականի մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին որպես կաշառք փոխանցվել է Toyota Երևան ընկերության 30% բաժնեմասը, որի հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում նախկին նախագահը, նրա որդին եւ հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։ Նախաքննությամբ ուսումնասիրվում են նաեւ նախկին նախագահի որդու անվամբ 2001-ից 2019 թվականների ընթացքում կատարված շուրջ 144 միլիարդ դրամի, 309 միլիոն դոլարի, 77 միլիոն
եվրոյի և 18 միլիոն ռուբլու դրամական փոխանցումների, ինչպես նաև վարույթին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին պատկանող Հայաստանում և արտերկրում գտնվող ավելի քան 3 տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու նպատակով ձեռնարկվել են դրանց նկատմամբ արգելանք կիրառելուն ուղղված համապատասխան գործողություններ։ Իմացա իրեն միակ տղամարդը համարող են Ռոբերտ Քոչարյանին տարել են հակակոռուպցիոն կոմիտե։ Հուսով եմ կկարողանա բացատրել, թե ինչ միջոցներով է դարձել դոլարային միլիոնատեր, եթե ոչ միլիարդատեր։ Կկարողանա բացատրել, թե ինչ միջոցներով էր Աֆրիկայում սատկած առյուծ թամբում ու նկարվում։ Կկարողանա բացատրել, թե ինչպես Աֆրիկայում դարձավ ոսկու հանքի տեր, հունական կղզում առանձնատան տեր։ Ասել ենք, չէ՞, ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք։ Լավ օր ձեզ։ Նարեկ Կարապետյան։ Ձեր խոսույթի մեջ դուք ներկայացրեցիք այն կոնֆլիկտի հիմքը, որը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում, եւ փորձեցիք ցույց տալ, որ կոնֆլիկտի հիմքերից մեկը նաեւ մեր մոտեցումն էր, մեր հակադրությունն է թուրքական իշխանության, քաղաքականության։ Միևնույն ժամանակ այսօր մի ուրիշ իրավիճակ է։ Ձեր խոսույթը խզում ունի մեր հարևան երկրի առաջնորդի խոսույթից։ Իլհամ Ալիևը այլ բան է խոսում, դուք այլ բան։ Իլհամ Ալիևը 15 օր առաջ ասում է, որ մեր երկիրը կապիտուլացվել է։ Իլհամ Ալիևը մտնում է մեր երկրի ներքին գործերի մեջ, ասում է ատոմականը պետք է փակվի։ Երբ են իրանք վերադարձնելու մեր հողերը Պարավաքարում, Գորիսում, Ջերմուկում 2 տարի է սկսվել է դելիմիտացիայի process-ը։ Բայց ավարտվել է նրանով առաջի էտապը, որ մենակ մենք ենք տվել մի փոքր բացառություններով։ Երբ են նրանք վերադարձնելու մեր հողերը, երբ են տալու հետ, որպեսզի մենք իմանանք, որ չենք քծվել, որպեսզի մենք իմանանք, որ միակողմանի չի էսի, որ իրանք էլի չեն համոզում, վերջում տանեն, ձորից գցեն։ Շնորհակալ եմ հարցի համար, այստեղ շատ մեծ նորություն բացառվել։ Պարզվում է իմ խոսույթը դիսոնանս ունի, բայց միջև մի ամբողջ խոսույթը ընդդիմության նրա մեջ էր, որ իմ խոսույթը ճշգրիտ նույնականը Ադրբեջանի նախագահի խոսույթի հետ։ Այս արձանագրենք որպես նորություն։ Երկրորդը, այս շատ կարևոր մի հանգամանքի մասին է խոսքը, որ տեսեք, մեր գիտակցությունը եւ քաղաքական խոսույթները ձևավորվել են ի արձագանք ուրիշներին։ Մենք միշտ եղել ենք ռեակտիվ, այսինքն մեր ասելիքը կախված է եղել նրանից, թե ուրիշները ինչ են ասում։ Այո, այդ թվում իմ, այդ թվում նախորդող շրջանի, այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունն է նա, որ ինքը իր ռազմավարական խոսույթները ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով, անկախ նրանից, թե ուրիշները ինչ են ասում։ Այս շատ կարևոր առանձնահատկություն է եւ ոչ սովորական մեզ համար։ Իմ դարաշրջանի եւ նախորդ դարի կեսերի, նախորդ դարաշրջանի եւ 19-րդ դարի կեսերի իրադարձությունները մեկնաբանելիս ես մեզ ուղված մեղադրանք չեմ ձևակերպում։ Ես ասում եմ, որ այդ բոլոր ողբերգությունների առանցքային պատճառն է նա, որ մենք չափից շատ ենք հավատացել արտաքին երաշխավորների խոստումներին, չափից շատ ենք հավատացել եւ թղթե շերեփի տրամաբանությունից ի վերջո պետքա դուրս գալ։ Եվ մենք դուրս ենք եկել այդ տրամաբանությունից։ Եվ մենք այսօր առերեսվում ենք, որ խնդրեմը մեր ժողովուրդը մի հատ լավ ասացվածք ունի, մենք որ ասում է վերքը մարմնին է ցավ տալիս։ Այդ վերքը, որը մերն է, մենք պետք է զբաղվենք այդ վերքերի բուժմամբ։ Մենք, ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այո, առաջինը ես ինքս պետք է վերցնեմ պատասխանատվություն եւ ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը։ Մեր հողերը երբ են տալու։ Սահմանազատման արդյունքում
այդ հողերի մեր լինելու փաստը ես դրա համար եմ ասում քյարքի, ոչ թե նրա համար, որ ես ադրբեջանամետ եմ, այլ ես հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվի են քարտեզները, որոնք այսօր գտնվում են իրավական հիմքում խաղաղության, բոլորը կսկսեն կասկածի տակ առնել այդ քարտեզները։ Եվ ես ավելին ասեմ, ինչքան մենք այս հարցի նյարդը զրոյացնենք, այդքան այդ հարցը կլուծվի շատ պարզ տեխնիկական լուծումով։ Այդ տարածքները փոխադարձաբար մենք սահմանի երկայնքով կփռենք, կներեք այդ կոպիտ բառի համար, եւ ճշգրիտ Հայաստանի մի բան ակնհայտ է, այդտեղ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր լինելու այդ ամեն ինչի արդյունքում, ինչպես դե յուրե է այդ թվում էս պահին։ Արձագանք Երբ ենք շարունակելու process-ը եւ երբ են իրենք վերադարձնելու 2 տարի առաջ սկսված եւ կանգնած դելիմիտացիայի արդյունքում մեր հողերը։ Սիրելի Տիգրանաշենցիներ, մենք այսօր քննարկում ենք ձեր տների հարցը։ Դուք այս ընտրություններուն քվեարկել եք, ավելի շատ ձայն եք տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քան ուժեղ Հայաստանին։ Այդ պատճառով այսօր մենք քննարկում ենք ձեր տների հարցը, ու այսօր ձեր տները վտանգ կա, որ հանձնվելու է Ադրբեջանին։ Մենք պայքարելու ենք դրա համար, բայց դուք էլ օգնեք մեզ, որ պաշտպանենք ձեր տները։ Շնորհակալ եմ ձեր հայտարարության համար, որովհետև դուք ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք։ Որովհետև հիմա դուք ասցիք, որ պատրաստ եք դրա համար պատերազմ սկսել Ադրբեջանի հետ։ Դուք դրանով ապացուցեցիք այն, ինչ որ սկզբունքորեն ապացուցելու կարիք չկար էլ։ Դուք ապացուցեցիք, որ չեք ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև երկրի տարածքային ամբողջական, ցանկացած երկրի տարածքային ամբողջականություն պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Տեսեք, այդ որ ասում եք դուք պառավաքարի հողերը, հնարավոր չի այլ դիրքորոշում ունենալ, այսինքն մի դեպքում այլ դիրքորոշում ունենալ, մյուս դեպքում այլ։ Որովհետև եթե մեր դիրքորոշումն են, ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք, դա մերն է, ուրեմն բոլորն է կասեն, ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք, ուրեմն մերն է, եւ փակվեց թեման։ Էլ չեմ ասում դա կբացի ճանապարհ, ռազմական ուժով նորից վերցնելու։ Բա ինչի համար ենք ասում պատերազմի կուսակցություն։ Պարզ է, որ հիմա բան փողոցներում ավտոմատներով չեք քայլում, չեք էլ կարա քայլեք, հարցը այդ չի։ Բայց այն ինչ որ ասցիք, ուղիղ ապացուցեց այն, ինչ որ մեծ հաշվով ապացուցելու կարիք չուներ էլ։ Կտրիչ Ներսիսյանը ունի դուստր։ Ավարտեք, վերջացրեք։ Դմփոց այդ փաստը չի կարա ջնջի, հասկանում եք, Կտրիչ Ներսիսյանը աղջիկ ունի։ Վերջ։ Խնդրում եմ դմփացնեն նրանք, ովքեր չգիտեն եւ չգիտեն, որ Կտրիչ Ներսիսյանը ունի աղջիկ։ Ապացուցվեց ակնհայտը, մարդիկ ճշմարտության հետ խնդրեմ ունեն։ Պարոն Մանուկյան, լրեք մի հատ։ Լրեք մի հատ։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հանգիստ թողի վերապահին։ Ասիկ եթե դες համար սիրուհի ունեցող վեհապարը նորմալ է, ինձ համար որպես հայաստանյա ծառայելական սուրբ եկեղեցու հետևորդ դա սրբապղծություն է, պիղծ է ձեր վեհապարը, պիղծ է։ Լրեք, ներողություն, ավարտվեց այս հարցը։ Ասենք եթե դուք խնդիր չունեք, որ մայր աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի,
Դմդմփացրեք ինչքան ուզում եք, դմդմփացրեք։ Պարոն Մանուկյան, ես ձեզ նախազգուշացնում Ես ինչքան գիտեմ երեխա ունենալու ուրիշ մեթոդներ, նույնիսկ եկեղեցում չկան, երեխա ունենալու մի մեթոդ կա, այդ սեռական հարաբերություններն են։ Եվ էկոյով է։ Բան կուսակրոնություն եւ ընդ որում ես կարծում եմ, որ բոլոր այդ գիծը հատած հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ամենայն հարգանքով ես չեմ դատապարտում ոչ մեկին, բայց իրենք կատարել են իրենց ընտրությունը, թող տեղափոխվեն աշխարհի։ Պարոն վարչապետ, անցնենք հաջորդ հարցին, ինձ թվում է բոլոր պատասխանները տրված են։